Խաչատյան, նախ ուզում եմ դուք մի հարցի հետ կապված Իրանի մեկնաբանեք, հիմա ըստ ձեզ Հայաստանը հոգևոր առաջնորդի և մյուս բարձրաստիճան նաև զինվորականների մահվան կապակցությամբ պետք է ցավակցական հեռագիր հղի Իրանի, չկա այդ հեռագիրը։ Իմ մոտ այն տպավորությունն է, որ Հայաստանի իշխանությունների աշխարհագրական գիտելիքները, չեմ խոսում աշխարհաքաղաքական, իսպառ ցնդեն են, օդս են ցնդել կամ կարկանդակի և ուրեմն եգիպտացորենի հետ կերվել են։ Այն տպավորությունն է, որ Հայաստանից մի 100 մետր հարավ ոչի բան տեղի չի ունենում։ Որևէ արձագանք չկա, որևէ դիրքորոշում չկա։ Ես չգիտեմ արդյոք Հայաստանի իշխանությունները ինչ-որ ծրագրավորում իրականացրել են, եթե օրինակ սահմանը երկար ժամանակ փակ լինի, ինչ ազդեցություն դա կունենա մեր տնտեսության վրա, եթե հազարավոր փախստականներ Հայաստան գան, ինչ ազդեցություն դա կունենա Հայաստանի վրա։ Մարդիկ ամեն ինչ թողած իրենց վերընտրության հարցերով են զբաղվում։ Գոնե նախ հեռագրի եւ մնացած հետ կապված առնվազն պետք է արձագանքել տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ են զոհվել, եղբայրական բարեկամական Իրանի ժողովրդին պետք է նաև վերաբերմունք ցույց տալ եւ ցավակցություն հայտնել։ Այնտեղ մենք ունենք նաև հայկական համայնք, մեծ եւ ես չգիտեմ հայկական համայնքի հետ կապված այդ մարդկանց անվտանգության հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկել։ Ամեն դեպքում պետությունը եթե ունի նման ռեզերվային ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչեն, երբ իրավիճակը ուղղակի ստանդարտից շեղվում է։ Պարոն Խաչատյան, բայց ձեր ասած ցավակցական հեռագիրը ընդհանուր առմամբ հղվել է, այսինքն անվտանգության խորհրդի նիստում այդ նախադասությունը կա, բայց այստեղ խոսքը հոգևոր առաջնորդի եւ կոնկրետ մյուս զինվորականների սպանության վերաբերյալ է, որ կոնկրետ հասցեական հրազեր են հաստատել Իրանում տարբեր երկրներից, այդ Ռուսաստանը, Թուրքիան։ Ես կրկնում եմ, պետք է կոնկրետ ցավակցություն հայտնել բարեկամ Իրան ժողովրդին։ Ոչ թե ինչ-որ մի բան անել, որ հետո ասեն, այ տեսեք, այս էջի, ես ինչ տողի, ես ինձ բարի մեջ, sense մի հատ ցավակցական միտք կար, էլի խոսքը չի վերաբերվում Ուգանդային կամ Ռուանդային կամ Պալաուին, դա վերաբերվում է երկրին, որից մեր կախվածությունը բավականին առևտրատնտեսական եւ անվտանգային բավականին մեծ է, որը այս 35 տարիների պատերազմի ընթացքում մեզ համար եղել է ուղղակի փրկողակ արտաքին աշխարհին կապվելու համար։ Ձեր գնահատմամբ ինչու չկա։ Այ դա պետք է արդեն իրանց հարցն է։ Օրինակ այդ հարցի պատասխան Վահագն Ալեքսանյանն ասաց, որ ընդդիմությունը ուզում է պատերազմ, ուզում է Հայաստանի ներքաշի պատերազմի մեջ հազիվ խաղաղություն ենք հաստատել, ինչ են ուզում։ Ընդդիմությունը խաղաղություն է ուզում, պերաշկի կուկուռուզ իրանք են ուզում։ Իրանց ուզեցածը ընդհանրապես պերաշկին եւ կուկուռուզն է։ Ինչ նշանակում ընդդիմությունն ուզում է պատերազմ։ Ընդդիմության ժամանակ պատերազմը բռնկվեց։ Հայաստանը, Արցախը Հայաստանը եւ վերջ, անվաղ դիրքի ազատագրում, տասնյակ մարտական խաչեր, պար, Տաշտամբլտուշիում, Շուշիում։ Օրինակ Ալեքսանյանը օրինակ է Ես Ալեքսանյանին մեկնաբանելու որևէ ցանկություն չունեմ։ Ես Վահագն Ալեքսանյանին մեկնաբանելու բացառապես որևէ ցանկություն չունեմ։ Խնդիրը ուրիշ է, կներեք ժողովուրդ, 100-ամյա պատերազմը 116 տարի է տևել։ Նենց չի որ առավոտ անգլիացին ու ֆրանսիացիները վեր էին կանում, կռվում էին, գիշերը գնում էին քնելու։ Ցանկացած պատերազմ ունի հանդարտ վիճակ։ Հիմա մենք այդ հանդարտ վիճակում ենք գտնվում։ Պատերազմի ավարտի մեր տեսլականը այլ է, պետք է լինի մարտնչող կողմերի նվազագույն, լեգիտիմ շահերի պաշտպանություն, արժանապատիվ խաղաղություն, այլ ոչ թե իրանց նման կապիտուլյացիա։ Հայաստանը այս իշխանությունը ոչի բան չի։ Խնդիրը ես կրկնում եմ, դու պետք է ունենաս ռեզերվային պլանավորում։ Հիմա պատկերացրեք վաղը 50,000, 100,000 հոգի Իրանից գալիս է Հայաստան։ Ունեն իրանք կարողություն, ծրագիր ունեն պաշտպանելու։ Պատրաստ են, պարոն Խաչատյան, չեք կարող։ Ոնց էին պատրաստ, որ արցախցիներն եկան պատրաստ էին, թե միջազգային օգնությունը չլիներ, չէր լինի։ Ինչով է պատրաստ։ Այնտեղ հայեր կան, տարհանման ծրագիր ունեն, թե իր պատասխանատվությունը մենակ էս Արաքսի ափով վերջանում է։
Վարչապետ էր ընտրվել, գնացել էր Իրան, ընդունել էին Իրան Արարատ մարզամշակութային միությունը, բայց այդ մարդկանց պետք է ասենց ձեռքերը լվամի կողմ անցնի։ Պարոն Խաչատրյան, դուք ունեք այնտեղ նաև կուսակիցներ չի ունեք, եթե չեմ սխալվում, հա, իրենց հետ կապ ունեք, իրենք ինչ են ասում։ Այդտեղ եթե ինտերնետը կտրված է, փակ է, այսինքն ուղղակի կապ չկա։ Ցավոք սրտի։ Պարոն Խաչատրյան, եթե գնալով ամեն դեպքում թեժությունը շարունակվում է Իրանի շուրջ եւ ընդհանրապես տարած Մերձավոր Արևելքում, այս իրավիճակում ինչ հնարավոր սցենարներ կարող է լինել եւ արդյոք մեր տարածաշրջանի օրինակ Ադրբեջանի հետ կապված ասում են կարող է առիթից օգտվել Ադրբեջանը, ինչ հնարավոր անվտանգային խնդիր կարող է ստեղծել։ Ընդհանրապես պղտոր ջրում միշտ էլ փորձում են ձուկ բռնել։ Այնպես որ ես որևէ բան չեմ բացառում, կարծեմ ամեն դեպքում զինված ուժերը պետք է պատասխանատվության բարձր մակարդակի բերեն։ Իսկ եթե ընդհանուր Հայաստանի Չնայած իրենց մոտ սեր եւ ամերաշխությունը, եղբայրությունը։ Ասում եմ, այս պատերազմում չեք ուզում անդադ Հայաստանն էլ, էլի սրանում էլ խառնվի։ Մենք խառնվենք։ Չէ, Իշխանությունն է ասում։ Ասում են հազիվ մի պատերազմ կա, որ Հայաստանը չկա։ Ինչ եք ուզում Հայաստանը ներքաշեք մի պատերազմի մեջ։ Ասկան որ ասում ենք հայեր կան, որոնք օգնության կարիք կարող ունեն, նշանակում է պատերազմ ենք ուզում, սկսենք։ Լավ, ինչ ասում դիվանագիտական ճանապարհով մենք ինչ ենք անում։ Ասկան այդ գիտես, չի ասում, վայ, ես նոր ինչեր էս, ինչ մտածեցի, որ չասեցի։ Չէ, չգիտենք, ոչ մի բան չենք տեսնում։ Բայց մնացած կոնֆլիկտներից, որտեղ հայեր են եղել, տեսնում ենք, որ ոչ մի բան չեն արել։ Օրինակ Սիրիայում հիշում եք, չէ՞, Հալեպում հյուպատոսն ինչ արեց։ Առաջի բարով խերով գնաց անբարով տեղեր։ Իսկ պարոն Խաչատրյան, եթե էլի այդպես վտանգներից խոսեք, կոնկրետ ռեալ վտանգ է սպային Հայաստանի համար, եթե շարունակվի, ինչ վտանգներ կան։ Եթե սահմանը երկար ժամանակ փակ լինի, մեր էական Իրանի հետ, որտեղ պատերազմ հասկանում եք, չէ՞, նույնիսկ եթե դու բարով խերով սահման անցնես, բա հետո պետք է կարողանաս բանդարաբաց գոնե հասնես։ Այսինքն եթե սահմանը փակվի, մենք էական տնտեսական կորուստներ ենք ունենալու։ Եվ այստեղ խոսքը միայն փոխադարձ առևտուրը չի, լավ, այսինքն մենք Իրանից սա ենք վաճառում, իրանցից սա ենք առնում։ Իրանը հիմնական առևտրային ուղիներից մեկն է։ Դրանից դա առաջին, այսինքն ճանապարհը որ փակվի, բացասական արդյունքները ակնհայտ կլինեն։ Գումարած օդային փոխադրումների խաթարում կա հարավից եւ մանավանդ հարավից եւ արևելքից։ Մյուսը կրկնում եմ, եթե ունենանք փախստականների ներհոսք, այդ մարդկանց պետք է կառավարել, չէ՞, ներհոսք պետք է կարողանաս կառավարել։ Մյուսն էլ իրեմ ասում Հայաստանից մի 50 մետր ներքև պատերազմ են, չգիտես ինչ կարող է լինի։